Ողջույն, այսօր 2025 թվականի դեկտեմբերի 29 է, շուտով ամանորը, իսկ երբ և ինչպես է նշվել ամանորը հին Հայաստանում։ Հնագույն ժամանակների սկսած հայերը, ինչպես է մնացյալ արիական ժողովուրդները, ամանորը նշել են գարնանային գիշերահավասարի օրը, մարտի 21-ին։ Հետագայում ամանորը սկսել է նշվել Հայաստանում օգոստոսի 11-ին, որը համապատասխանում է հայոց տոմարի նավասարդ ամսվա 1-ին։ Ըստ ավանդության, այդ օրը Հայկ Նահապետը հաղթել է բռնակալ բելին։ Ամանորից առաջ կազմակերպվում էին նավասարդյան խաղերը, որոնք տեղի են ունենում Բագրևանդ գավառի Բագավան ավանում։ Վերջինիս մասնակցում էին հայոց արքունիքը, հայոց զորքը, բազմաթիվ ուխտավորներ։ Կազմակերպվում էին թատերական ներկայացումներ, երկուպարի ուղեկցությամբ, տոնախմբություններ, զոհաբերություններ աստվածներին։ Ամանորը կոչվել է նաև տարեմուտ, նավասարդ, կաղանդ և այլն։ Հունվարի 1-ը, որպես նոր տարվա սկիզբ, Հայաստանում սկսել է նշվել 20-րդ դարի 20-ական թվականների սկսած։ Ձմեռ պապին հին Հայաստանում համապատասխանում էր Կաղանդ պապը։ Կաղանդ դա լատիներեն կալենդա բառն է, որը նշանակում է ամսագլուխ։ Կաղանդ պապը հագնում էր ոչխարի մորթուց պատրաստված քուրկ և ձեռքին ուներ գավազան։ Ամանորյա սեղանին տեղադրված ուտեստները ունեին տոնատիսական իմաստ։ Հին Հայաստանում տոնածառի փոխարեն տեղադրվում էին ձիթենու ճյուղեր, որոնք զարդարվում էին գունավոր թելերից կախված մրգերով, չրերով, խմորեղենով։ Առաջին տոնածառը Երևանում տեղադրվել է 1935 թվականին։ Այսօր այսքանը, և վերջում շնորհավորում եմ համայն հայության գալիք ամանորը, մաղթում եմ քաջ առողջություն, անսահման սեր և բարիք։ Շնորհակալություն ուշադրության համար։